Ինչպես են գները ձևավորվում թե Դուբայում, թե հայաստանյան շուկայում։ Ցանկացած երկրի անշարժ գույքի շուկայում գները նախ եւ առաջ ձևավորվում են շուկայից, շուկան թելադրում գները։ Իսկն ըստ պահանջարկի են ձևավորվում։ Եթե նույն Դուբայի շուկան ուսումնասիրենք, տարիներով հետ գնանք, այլ գներ էր լրիվ, երբ որ պահանջարկը սկսեց մեծանալ, միանշանակ սկսեց այնտեղ էլ գները փոխվել։ Օրինակ մարդիկ կային, ովքեր գույք են ձեռք բերել, օրինակ 5 տարի առաջ, հիմա այդ գույքի կապիտալիզացիան 200-300% է դարձել, բայց այսօր չեն կարող խոստանանք այդ գույքի այսօրվա գնորդին այդ կապիտալիզացիան, որտեղ այդ շուկան արդեն իր այդ տրամպլինը հաղթարել է։ Նույնը օրինակ Հայաստանում, եթե գնանք 5-6 տարի առաջ, միջև այս պահանջարկը, որ այսպես մեծացավ, պայմաններ ստեղծվեց կամ տարբեր պատճառներ եղան, չէ՞, օրինակ նույն ռուս-ուկրաինական պատերազմի այդ երկու հոսքերը, որը տատանումների պատճառ։ Իհարկե, եթե հետ գնանք 4, 5, 6 տարի առաջ, գույքեր կան մարդիկ, որ գնել են 100%-ով արժեքը փոխվել է, բարձրացել է։ Օրինակ մարդիկ կան $50,000 համարժեք դրամով գույք են ձեռք բերել, այս գույքը 120,000 արժեք։ Կա որևէ օրենսդրական մարմին կամ օրենք կամ Դուբայում կամ Հայաստանում, որը այս գործունեությունը գների հետ կապված կարողանում է վերահսկել։ Չէ, տեսեք, դա չի կարող լինի։ Դա ազատ շուկայական հարաբերություններ են։ Ոչ մեկ չի կարող մարդուն ասի դու քո սեփականությունը այս արժեքից ավել իրավունք չունես վաճառելու։ Եթե տես բան լինի, այդ շուկան կքանդվի միանգամից։